Յուրաքանչյուր առավոտ արևը կրկին ու կրկին ծագում է անխափան։ Այն ողողում է մեր աշխարհը լույսով, տաքացնում օվկիանոսները և կյանքը հնարավոր դարձնում երկրի վրա։ Բայց ինչ կլինի, եթե մի օր այն պարզապես անհետանա, ոչ պայթյուն, ոչ զգուշացում, պարզապես վերանա։ Իսկ եթե ոչ ոք սկզբում ոչինչ չնկատի, որքան ժամանակ կանցնի մինչև մարդկությունը հասկանա, որ արևն արդեն չկա։ Մնացեք մեզ հետ, քանի որ այն, ինչ տեղի կունենա հաջորդիվ, շատ ավելի սարսափելի է, քան կարող եք պատկերացնել։ 8 րոպե և 20 վայրկյան։ Ոչինչ չի փոխվի։ Մենք կշարունակենք ապրել անտեղյակ։ Մեկն իր սիրելի սրճարանում սուրճ է վայելում, մեկը զբոսնում է այգում, մեկ ուրիշը շտապում է հանդիպման։ Ամեն մեկի առօրյան շարունակում է ընթանալ լույսի տակ մի աստղի, որն այլևս գոյություն չունի։ Քանի որ հենց այդքան ժամանակ է պետք, որ արևի լույսը հասնի երկիր։ Այնպես որ, եթե նույնիսկ արևն անհետանա հենց այս վայրկյանին, նրա վերջին ճառագայթները դեռ ճանապարհին են։ Մի կարճ պահ մենք կապրենք մի աշխարհում, որն այլևս չունի աստղ։ Արևի վերջին ճառագայթը, որը երբևէ կդիպչի այս մոլորակին, կմարի։ Եվ մի ակնթարթում ամեն ինչ կփոխվի։ Երկինքը կխորտակվի խավարի մեջ։ Դա մթնշաղ չէ, ոչ էլ մայրամուտ, այլ հանկարծակի վրա հասած գիշեր, սփռված ողջ երկրագնդով մեկ։ Արևը չկա, երկիրը ամբողջովին մենակ է մթության մեջ։ Եվ հարցը հետևյալն է. իսկ ինչ կլինի հետո։ Արևը մեզ միայն լույս չի տալիս, նա նաև մեր ձգողականության խարիսխն է։ Եվ եթե անհետանա, ուժը, որը պահում էր մեր մոլորակը իր ուղեծրում, կկորչի։ Երկիրն այլևս չի պտտվի արևի շուրջ։ Փոխարենը այն կշարունակի սլանալ առաջ, դեպի միջաստղային տարածություն, վայրկյանում մոտ 30 կիլոմետր արագությամբ խավարի միջով, հեռանալով այն ամենից, ինչ մենք երբևէ ճանաչել ենք։ Թափառող մոլորակ, նետված դատարկության մեջ։ Նա այլևս կապված չէ աստղի հետ, այլևս պաշտպանված չէ։ Պարզապես սառչող դեպի անհայտություն շարժվող աշխարհ, տիեզերքի խորը լռության մեջ։ Ժամերի ընթացքում կսկսվի համաշխարհային սառեցումը, անողոք, անկասելի։ Առանց արևի մշտական էներգիայի երկիրը իր ջերմությունը դուրս կմղի դեպի տիեզերական վակուում։ Օրերի ընթացքում ողջ մոլորակում ջերմաստիճանը կիջնի 0-ից ներքև։ Ֆոտոսինթեզը, կյանքի շարժիչ ուժը, կդադարի։ Սննդային շղթայի հիմքը կփլուզվի։ Քաղաքները կմթնեն, քանի որ էներգահամակարգերը չեն դիմանա սոսկալի ցրտին։ Երկրի մակերևույթի վրա կյանքը ստիպված կլինի մղել հուսահատ պայքար։ Մարդկությունը կփորձի հարմարվել մի աշխարհի պայմաններին, որի համար նախատեսված չի եղել։ Մեր տաք ու կապույտ երկիրը, առանց ջերմության։ Մեկ շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը կնվազի շատ ավելի մեծ արագությամբ։ Օվկիանոսները, որոնք երբևէ լի էին կյանքով, կսկսեն սառչել։ Բայց սառցակալումը բացարձակ չի լինի։ Մակերևույթի խորքերում, սառույցի հաստ ճերտերի տակ, ջուրը կշարունակի մնալ հեղուկ վիճակում, քանի որ այն տաքանում է երկրի ներքին ջերմության հաշվին։ Լիակատար խավարում կյանքը կփորձի գտնել գոյատևելու այլ ուղիներ։ Եվ նույնիսկ այդ պայմաններում նա կհրաժարվի հանձնվել։ Մարդկությունը, եթե պատրաստ լինի, կարող է գտնել իր վերջին ապաստանը։ Մակերևույթից խորը, ստորգետնյա հսկայական կացարաններում, կյանքը կիջնի ներքև, այլևս ոչ թե երկնքից ջերմություն ակնկալելով, այլ հենց երկրի ընդերքից, նրա թաքնված ջերմությունից, նրա ներքին կրակից։ Երկրաջերմային էներգիայի և միջուկային ռեակտորների անընդհատ աշխատանքի շնորհիվ ունենանք քաղաքակրթության փոքր օջախներ, փոթորկի մեջ թարթող մոմերի նման, գուցե կարողանանք գոյատևել տարիներով, թաքնված, բայց պաշտպանված։ Իսկ վերևում այն ամենը, ինչ մենք ունեինք, կվերանա։ Օվկիանոսները սառույցի տակ, մայրցամաքները լռության մեջ։ Երկիրն այլևս կենդանի մոլորակ չի լինի։ Մի աշխարհ, որում կյանքը եռում էր իր բազմազանությամբ, գունագեղ բնությամբ զարդարված, այլևս միայն անշարժ, սառած մակերևույթ և անծայրածիր խավար։ Ու այս ամենը սկսվեց այն պահից, երբ արևն անհետացավ։ Մեկ տարի անց երկրի մակերևույթի ջերմաստիճանը կհասնի մինչև -100 աստիճանի։
օվկիանոսների խորքերը եւս ամբողջությամբ կսարչեն։ Մթնոլորտն ինքն էլ կփոխվի վերածվելով սառած գազերի։ Երկիրը երբևէ կյանքով կդառնա անկենդան աշխարհ, մի մոլորակի ուրվական, մոլորված հավերժական գիշերվա մեջ։ Եվ այնուամենայնիվ, այս սցենարը որքան էլ սարսափելի հնչի, գրեթե անհնար է։ Աստղերը պարզապես չեն անհետանում, արևը մի օր կմահանա, բայց ոչ այս կերպ։ Այն կընդարձակվի, կմեծանա, դանդաղ միլիարդավոր տարիների ընթացքում, փոխվելով դեղին թզուկ աստղից կարմիր հսկայի։ Եվ այդ վերջնական փուլից դեռ շատ ավելի առաջ կյանք երկրի վրա արդեն չի լինի։ Ջերմաստիճանը կբարձրանա այնքան, որին կենդանական աշխարհն ու մարդը չեն կարողանա դիմանալ։ Օվկիանոսները կեռան ու կգոլորշիանան, մթնոլորտը կվերանա, եւ երկիրը հնարավոր է կլանվի այն նույն աստղի կողմից, որը նրան կյանք էր տվել։ Այնուհանդերձ, սա մեզ հիշեցնում է մի բան. այնինչ մենք կանք, այն ամենը, ինչ երբևէ ճանաչել ենք, կախված է ընդամենը մի աստղից։ Աստղ, որը հենց հիմա հանգիստ փայլում է մեր գլխավերևում։ Նա մեզ տալիս է լույս, ջերմություն եւ կյանք, ամեն ինչ, որոնք մենք որքան հաճախ անտեսում ենք ու համարում սովորական երևույթ, ստեղծված մեզ համար։ Բայց եւ այնպես այսօր արևը ծագել է, եւ դա բավական է։ Տիեզերքը լի է անհավատալի պատմություններով, հետևիր ալիքին, որպեսզի բաց չթողնես հաջորդը։